Այժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորատեսակի կազմավորման անցած ուղու և ձեռքբերումների մասին պատմող տեսանյութը։ 1988 թվական։ Իր հոգեվարքն ապրող խորհրդային հասարակարգը վերջին ճիգերն էր գործադրում բռնի ուժի ու պարետային ժամի միջոցով խեղդելու ծնունդ առնող ազգային ազատագրական շարժումը։ Ներքին պորտկումը, որի հիմքում ընկած էր պատմական արդարությունը վերականգնելու և ազատ ու ինքնիշխան երկրի քաղաքացին դառնալու ձգտումը։ Անկախության ձեռքբերման դժվարին ճանապարհին հարկ եղավ դիմակայել շրջափակմանն ու 88-ի կործանարար երկրաշարժի հետևանքներին։ Ամենասոսկալին սակայն օրեցօր թափ առնող հայ-ադրբեջանական հակամարտությունն էր, որը սկիզբ առնելով Սումգայիթում ու Բաքվում, ամիսներ անց իր դրսևորումները գտավ նաև Հայաստանի սահմանամերձ շրջաններում ու Արցախում։ Հակամարտության սկզբնական շրջանում զինված լինելով հիմնականում ինքնաշեն ու ողջորդական հրացաններով, հայ կամավորականները այնուամենայնիվ հակառակորդին ստիպեցին ընդունել հայի ոգու գերակայությունը պատերազմի դաշտում։ Սակայն եթե մարտի դաշտում առավելությունը մեր կողմն էր, ապա երկնքում գերիշխում էին ադրբեջանական ռազմական կործանիչներն ու մարտական ուղղաթիռները։ Օգտվելով իրավիճակից դրանք անպատիժ գնդակոծում էին հայկական գյուղերն ու մարտական հենակետերը։ Այս պայմաններում հայկական հակաօդային պաշտպանության զորքերի կազմավորումը ստացավ կենսական նշանակություն։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հակաօդային պաշտպանության առաջին միջոցները հայտնվեցին ԽՍՀՄ զինված ուժերի 366-րդ գնդի հեռանալուց հետո, երբ Արցախի ինքնապաշտպանության ուժերը ձեռք բերեցին 3 շիլկա և Ստրելա 10 կայանքներ։ 1992 թվականի գարնանը դրանց ավելացավ նաև ադրբեջանցիներից բռնագրավված ևս մեկ շիլկա կայանք։ Հոգու ոնց որ կանչը լիներ, ոչ թե ինչ-որ պարտավորված, այլ հոգու կանչը լիներ, ոգևորված էին անձնակազմը ծառայը։ Ոգին շատ բարձր էր մեր անձնակազմին, բոլորն են պատրաստված, պատրաստակամ աշխատելու և իրեն նվիրելու երկրի պաշտպանության գործին։ Ղարաբաղի երկնքում Ստրելա 2 կայանքով առաջին ուղղաթիռը խփվեց 1991 թվականին։ 1992 թվականի հունիսի 13-ին Ասկերանի երկնքում խոցվեց նաև ադրբեջանական Սու-25 ինքնաթիռը։ Դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանության ուժերի ոչնչացրած առաջին մարտական ինքնաթիռն էր։ Հատկանշական է, որ հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին հակաօդային պաշտպանության միջոցները, մասնավորապես շիլկա կայանքները, կիրառվում էին անգամ տանկերի դեմ։ Շիլկաների դերը մեծ էր և սրխավենդը ազատագրելիս, երբ դրանցով ավերվեցին ազելիների ամրացված կրակակետերը։ Ստրելա 10 կայանքի հրթիռներն էլ Մարտակերտի շրջանում կիրառվում էին հակառակորդի ծանր զրահատեխնիկան խոցելու համար։ Պատերազմը հետզհետե սաստկանում էր, ու Շուշիի կորստյան հաջորդ իսկ օրը մայիսի 10-ին Ստեփանակերտի երկնքում հայտնվեց ադրբեջանական Սու-25։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքն առաջին անգամ ենթարկվեց օդային հարվածի։ Այդ ռմբահարումը հայազգի խաղաղ բնակչության հանդեպ շուտով սկսվելիք օդային ռազմավարական արյունալի օպերացիայի նախերգանքն էր։ Ամենաառաջինը հիշվում է երեխեքի աչքերի վախը, որ նկղում ենք նստած, փոքր երեխեքը 3-4 տարեկան խաչանում էին, որ Աստված հանկարծ այդ ռումբը չընկնի մեր այս նկողը ու մահացություն չլինի։ Եթե գալիս էին ասում, որ այսօրը 2 հոգի է մահացել 3 հոգի, մենք ասում ենք փառքդ շատ լինի Աստված, որ 13-ը չի, 15-ը չի։ Ու այդ ամենասարսափելին է երևի, որ մարդ ոչ թե չի վախում մահից, այլ սովորում է դրա, ինչ-որ մի սովորական բան։ Շենքերը հրդեհվում էին, փլուզվում։ Կեստոննանոց ավիառումբերի հարվածային ալիքն ավերում էր ռմբապաստարան դարձած նկուղները։ Այդ օրինակ ավիառումբերից 2-ն ընկան Շահումյանի և Մարտակերտի գաղթականներով լեցուն հանրակացարանի վրա։ 20 մարդ զոհվեց։ Ամիսներ անց ռմբակոծվեցին նաև Կապանն ու Վարդենիսը։ Կապանում ավիառումբն ընկավ բնակելի շենքի հարևանությամբ։ Արդյունքում զոհվեցին հացի հրթում կանգնած 21 խաղաղ բնակիչներ։ Քաղաքային ռադիոկապով անընդհատ տարածվում էր քաղաքապաշտպանության շտաբի ուղերձը, որում քաղաքի բնակչությանը հորդորվում էր զգուշավորություն ցուցաբերել, օդային հարձակման դեպքում օգտվել ռմբապաստարաններից։ Լարվածությունը դեռևս պահպանվում է։ Խնդրում ենք զգույշ լինել, փողոցներում կուտակումներ չստեղծել, մնալ ապաստարաններում և նկուղներում, հնարավոր է, որ կրկին հրետակոծվի քաղաքը։ 1992 թվականի սկզբին Ադրբեջանը ձեռք բերեց MiG-24 և MiG-28 ուղղաթիռների մեկական էսկադրիլյաներ,
Ամռանը դրանց ավելացան նաև Ադրբեջանի տարածքում տեղակայված նախկին խորհրդային առանցին գրոհային, կործանիչ, ռմբակոծիչ ու հետախուզական ավիացիոն գնդերից ժառանգություն մնացած մարտական ինքնաթիռները։ Այսպիսով 1992 թվականի ամռանը Բաքուն ուներ շուրջ 100 օդային հարձակվողական միջոց, որից մարտական վիճակում էին 50-ից 55։ 1992 թվականի աշնանը ձևավորվեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության վարչությունը։ Դրանից ամիսներ անց կազմավորվեցին նաև առաջին հակաօդային պաշտպանության զորամասերը։ Սկսվեց երկամյա պարտադիր ժամկետային զինծառայողների պատրաստումը։ Ուսումնական փուլն անցնելուն պես դրանք մարդկոց առ մարդկորց գործողվում էին սահմանամերձ շրջաններ։ Ադրբեջանական զինված ուժերի կործանիչները վարող վարձկաններին ոչինչ չէր խանգարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքի խիտ բնակեցված թաղամասերի վրա ճշգրիտ ռմբահարումներ կատարել։ Ստեղծված իրավիճակը շտկելու համար հայկական զինված ուժերը ձեռք են բերում 3 ՕՍԱ-ՕԿ կայանքներ։ Օգոստոսի 25-ին հասնելով նշանակման վայր, ՕՍԱ-ՕԿ-երը տեղակայվեցին Շուշի, Խնածախի ու Կրկժանի մերձակայքում, Ստեփանակերտի շուրջը կազմելով փրկության եռանկյունի։ Երբ որ օդային տագնապ էր լինում, ժողովուրդը բոլորը պահկվում էին պատվալներով, ամեն տեղով բոլորը փորձում էին պահկվեն։ Արդեն առաջին երկրորդ ինքնաթիռի խոցումից հետո ժողովուրդը արդեն բոլորը դուրս էին գային, նայում են տեսնում են թե ոնց են խփելու վերջը։ Արդեն ուրախանում էին ու ամեն ինքնաթիռ ուղղաթիռ խոցելուց մենք հպարտանում ենք, որ մենք կարողացել ենք պաշտպանել մեր ժողովրդին։ 1992 թվականի օգոստոսի 26-ին ու 27-ին ՕՍԱ զենիթահրթիռային համալիրների միջոցով խփվեցին առաջին երկու ինքնաթիռները, սեպտեմբերի 4-ին երրորդը։ Հոգեբանական մեծ բեկում եղավ։ Ժողովուրդը տեսավ, որ հայկական նորաստեղծ զինված ուժերը այսուհետ կարող են պաշտպանել նաև մեր օդային սահմանները։ Առաջին հրթիռ-արձակումներից հետո գաղթը դադարեց, իսկ հեռացածները սկսեցին վերադառնալ։ Տեղեկանելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործում են ՕՍԱ մագնիշի զենիթահրթիռային համալիրներ, ադրբեջանցի օդաչուները մեծացրին թռիչքի բարձրությունը։ Դա նվազեցրեց հարվածների դիպուկությունը։ Երկնքի վերահսկողությունը վերստին անցնում էր թշնամուն։ Այդժամ օրախնդիր դարձավ բարձր օդային գոտիներում սավառնող թիրախները խոցելու ունակ հակաօդային պաշտպանության նոր միջոցների ձեռքբերումը։ 1992 թվականի աշնանը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության առկա միջոցներին ավելացան նաև կռուկ կայանքները։ Ի տարբերություն ՕՍԱ-ների, վերջինների գործողության շրջագիծը 4-ից 5 անգամ մեծ էր։ Ցամաքային զորքերով էինք առաջ գնացել, որ գնացել է գրավել էինք առաջնային դիրք, հակառակորդը փորձում էր արդեն օդային հարձակման միջոցներով էլ գերակայության հասնել, որ ժողովուրդը իրան ապահով չզգա։ Այդ մեր գնալով ժողովուրդը հասկացավ, որ վերջիվերջո նրանք ապահով ձեռքերում են։ Կռուկի տեղակայմամբ Ստեփանակերտի ուղղությամբ իրականացվող օդային հարձակումները դադարեցին։ Փոխարենը թշնամու ուշադրությունը վերստին բևեռվեց Արցախի շրջկենտրոններին։ Փոխվեց եւ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի մարտավարությունը։ Կռուկի կիրառումից հետո սարսափահար եղած ադրբեջանական ռազմաօդային ուժերի օդաչուները այսուհետ հարկադրված էին սավառնել հնարավորինս ցածր բարձրություններով 15-ից 50 մետր։ 1994 թվականի մայիսի 5-ին Հայաստանը, Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Բիշկեկում ստորագրեցին զինադադարի համաձայնագիր։ Դրանով դադարեցին պատերազմական գործողությունները։ Ժամանակն էր ամբողջ եռանդն ու ուժերը ներդնել հայկական բանակի հաղթանակած զորատեսակների մարտունակության բարձրացման գործում։ 1998 թվականին գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանին հակաօդային պաշտպանության վարչության պետի պաշտոնում փոխարինեց գեներալ-մայոր Արարատ Համբարյանը, խորհրդային բանակի գեներալ-գնդապետ Խաչատուր Համբարյանի որդին։ Նրա պաշտոնավարումը համընկավ հակաօդային պաշտպանության զորքերում իրականացվող կառուցվածքային բարեփոխումների 3 փուլերին։ Դրանցից առաջինը իրականացվեց 2000-ից 2002 թվականներին, երբ նույնացվեցին մոտոհրաձգային զորամասերի, հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների սպառազինությունն ու կազմհաստիկային կառուցվածքը։ Իսկ հակաօդային պաշտպանության դիվիզիոններում ընդգրկվեցին նաև ռադիոլոկացիոն հետախուզության միջոցները։ Արդյունքում զորատեսակի ստորաբաժանումները դարձան իրենց պատասխանատվության գոտում փոխգործակցող տարբեր բարձրություններում ու հեռավորություններում կրակ վարելու ունակ ինքնապավ միավորներ։ 2004 թվականին
Շնորհիվ Հայաստանի Հանրապետության կնքված միջպետական պայմանագրերի սկսվեց զորատեսակի վերազինման երկրորդ փուլը, հնացած կայանքների փոխարինումն առավել արդիական սպառազինությամբ։ 2008 թվականից մինչև օրս էլ իրականացվում է բարեփոխումների երրորդ փուլը, կապված նոր սերնդի սպառազինության ձեռքբերման հետ։ Միաժամանակ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի օգնությամբ մեծ աշխատանք է կատարվում հին կայանքների տարբեր հանգույցների արդիականացման ուղղությամբ։ Արդյունքում էապես բարձրացվել են հակաօդային պաշտպանության կայանքների ուսալիությունն ու մարտական հնարավորությունները։ 1995 թվականից ի վեր Հայաստանի հակաօդային պաշտպանության զորքերը հետխորհրդային տարածքի օդային սահմանների հատվածի անվտանգությունը ապահովող կառույցի մասն են կազմում։ Հայկական հակաօդային պաշտպանության զորքերը մասնակցում են Ռուսաստանի, Բելարուսի, Ղազախստանի եւ Տաջիկստանի հակաօդային պաշտպանության զորքերի հետ համատեղ Ռուսաստանի Դաշնության Աշուլուկի զորավարժարանում անցկացվող հակաօդային պաշտպանության զորախաղերին։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների մարտական համագործակցության շրջանակում անցկացվող զորավարժությունների նպատակն է հակաահաբեկչական գործողությունների ու զինված ընդհարումների ժամանակ օդային համատեղ գործողությունների կազմակերպումը։ Իդեպ, հայկական հակաօդային պաշտպանության զորքերը յուրաքանչյուր զորավարժությանը մասնակցել են տարբեր զինատեսակներով, ամեն անգամ կրակային զորավարժության արդյունքներով ստանալով գերազանց գնահատականներ։ Արտահասթիկային իրավիճակ է ստեղծվել մի անգամ, որ մի ժամից հետո մենք պետք է կրակեինք ու այդ բային տեխնիկան դուրս է եկել շարքից։ Մեր մասնագետների կողմից իրենց սպառազինությունը վերականգնվել է, բոլոր թիրախները խփված են եղել եւ ստացել են մարտական հաշվարկները լավ գնահատական։ Մեր հակաօդային պաշտպանության զենքը դա կոլեկտիվ զենք է։ Ու մեր գլխավոր ձեռքբերումը նա է, որ մենք այսօր կարողանում ենք այդ կոլեկտիվ զենքը կիրառենք ու վստահ եմ, որ եթե անհրաժեշտությունը լինի, մենք կարող ենք կիրառել նպատակային։ 2005 թվականից ի վեր մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ինստիտուտում գործում է հակաօդային պաշտպանության ֆակուլտետը։ Դրան զուգահեռ Հայաստանի հակաօդային պաշտպանության զորքերի սպաները վերապատրաստվում են Ռուսաստանի Դաշնության ռազմական համապատասխան ակադեմիաներում։ Ձեռնարկված քայլերի արդյունքում հակաօդային պաշտպանության զորքերում ստեղծվել են հաշտ ու համերաշխ արկա զինտեխնիկային գերազանց տիրապետող անձնակազմներ։ Այս տղաների շնորհիվ մեր երկինքն անամպ է ու պաշտպանված։ Աչալուրջ մարտական ծառայության արդյունքն էլ հավատն է վաղվա օրվա խաղաղ լուսաբացի հանդեպ։ Սա մարտական ծառայություն է, որ ձգվում է ամեն օր, ամեն ժամ։ Չէ՞ որ հայրենիքը սիրելուց զատ պետք է նաև այն պաշտպանել։